Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Երևանում գտնվող Ռուսաստանի ժամանած Պետդումայի Ռուսաստան-Հայաստան բարեկամական խմբի падգամավորական պատվիրակության անդամները մարտի 27-ին այցելել էին Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ։ Պատվիրակության կազմում էին նաև Եդինայա Ռոսիա կուսակցության Մալադայա գվարդիա երիտասարդական շարժման անդամները։ Հյուրերը նախ երկարատև էքսկուրս անցկացրեցին կոմբինատի տարածքում, ծանոթացան հայկական կոնյակագործության պատմությանը, հաղորդակից դարձան Շուստովյան առեղծվածին, համտեսեցին հայկական կոնյակ ու գինի, հիացական գնահատականներ տվեցին անմահական խմիչքներին։ Այցի շրջանակներում ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամները եւ երիտասարդները հանդիպեցին նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ ԲՀԿ նախագահը հյուրերից հետաքրքրվեց այցից ստացած նրանց տպավորությունների մասին։ Հույս հայտնեց, որ առաջիկայում երկու երկրների համագործակցության զարգացմանը նպաստող այսօրինակ հանդիպումներն առավել հաճախ կկազմակերպվեն։ Անդրադառնալով նախորդին Ծաղկաձորում կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին կոալիցիոն գործընկերներ Հայաստանի Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների падգամավորները, Պետդումայի Ռուսաստան-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանական պատվիրակությունը, ինչպես նաև Եդինայա Ռոսիա կուսակցության Մալադայա գվարդիա երիտասարդական շարժման անդամները, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում առաջ են քաշվել բազմաթիվ խնդիրներ, նախանշվել են դրանց լուծման ուղիները, արդեն իսկ ուրվագծվում են համագործակցության բազմաթիվ ծրագրեր, որոնք առաջիկայում կյանքի են կոչվելու։ Дорогие гости, коллеги, я очень рад, что... Հարգելի հյուրեր եւ գործընկերներ, շատ ուրախ եմ կրկին ձեզ հետ հանդիպելու համար։ Հուսով եմ այս օրերի ընթացքում դուք ձեռք եք բերել նոր ծանոթություններ, ստեղծել եք կապեր, որոնք հետագայում արդյունավետ ծառայեցնելու եք մեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Ես միշտ ասել եմ, որ երիտասարդներն են մեր ապագան ու շարժիչ ուժը։ Այդ իսկ պատճառով պետք է կարևորել երիտասարդության դերակատարումը, տալ նրանց աշխատելու, ստեղծագործելու, արարելու, ինքնադրսևորվելու հնարավորություն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջնորդվում է հենց այդ սկզբունքով։ Այս օրերին ձեր կողմից հաստատված գործնական կապերից առավել կարևորում եմ միջանձնային կապերի ստեղծումը, որոնց հիմքում ընկերությունն ու բարեկամությունն է։ Հիշում եք, նախորդին ֆուտբոլային հանդիպումից առաջ ես ասացի, որ անկախ ուժերի հարաբերակցությունից կարևոր է, որ հաղթի բարեկամությունը։ Այդպես էլ եղավ։ Այսօր ես հուսով եմ, որ այս հանդիպումից հետո եւս հաղթողը լինելու է երկարատև բարեկամությունը։ Պետդումայի падգամավոր Իգոր Չեռնիշենկոյի գնահատմամբ իրենք Ռուսաստան են վերադառնում աննկարագրելի տպավորություններով։ Մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն Ծառուկյան, այս հրաշալի օրը վայելելու հնարավորություն ընձեռելու համար։ Ես առաջին անգամ չեմ Հայաստանում, բայց նման հագեցած եւ հետաքրքիր գրաֆիկով ծրագիր դեռ չէի ունեցել։ Կարծում եմ, մեր նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվելու, քանի որ մեծ է նաեւ երիտասարդների ներգրավվածությունը։ Մալադայա գվարդիա երիտասարդական շարժման համանախագահ Ալյոնա Արշինովայի գնահատմամբ ռուսական պատվիրակության հատկապես երիտասարդ հատվածը հիացած է Հայաստանով ու հայերով։ Մեզ համար հայաստանյան այցելությունը լի էր ծով տպավորություններով։ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն Եդինայա Ռոսիա կուսակցության Մալադայա գվարդիա երիտասարդական շարժման անդամների անունից շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար։ Այս օրերին մենք նաև հասկացանք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մի կուռ ու միասնական թիմ է։ Հավաքված են նվիրված եւ հավատարիմ երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրը Գագիկ Ծառուկյանի թիմի մի կարևոր բաղկացուցիչն է։ Հատկապես այս հանգամանքը շատ կարևոր եմ համարում թիմային համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար։ Հյուրերը դատարկաձեռն չէին եկել։ Պետդումայի падգամավոր Իգոր Չեռնիշենկոն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին երկու երկրների բարեկամությունը եւ նախորդին կայացած ֆուտբոլային հանդիպումը խորհրդանշող նվերներ հանձնեց։ Հանդիպման ավարտին հյուրերը Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ են տալիս բարձր տրամադրությամբ եւ առաջիկայում անպայման նորից հանդիպելու պայմանավորվածությամբ։ Օրվա երկրորդ կեսին պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդ։ Ծաղիկներ դրեցին 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այսպիսով ավարտվեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակության երրորդյա այցը Հայաստան։ Իվետա Տոնոյան, Հովհաննես Քյուրքչյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։